Արարատյան խոհանոց, Արարատյան հպարտություն եւ Արարատյան տրամադրություն։ Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Շարունակում ենք ձեզ ներկայացնել դրվագներ, թե ինչպես կարելի է դրսում, այսպես ասած, բնության գրկում կերակուր պատրաստել, հրամցնել, հյուրասիրել, շրջանցելով ավանդական խորովածը, խաշլաման, չգիտեմ եւ այլ ինչը։ Այս գործում ինձ այսօր օգնելու է հայ խոհարարական համանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Գրիշա Հակոբյանը։ Ողջույն Գրիշա։ Հարգանքներս սպասում։ Ինչպես ես Գրիշա։ Շատ լավ տրամադրված բնության գրկում մենք մեզ միշտ լավ պետք է զգանք։ Լավ պետք է զգանք։ Օգտվենք բնության բարիքներից։ Օգտվենք բնության բարիքներից, բայց ինչ ենք պատրաստելու եւ ինչպես պիտի վայելենք մենք բնությունը։ Այ գնում ենք բնության գիրք։ Բնականաբար առաջնային մեր նպատակը հանգստանալ, իհարկե սնվել, լավ տրամադրություն ունենալ, զվարճանալ եւ վերադառնալ։ Հիմա մենք այստեղ ենք, հանգստանում ենք։ Ինչով պիտի սնվենք։ Այ ինչ կառաջարկես, ինչ կարելի է բնությունից օգտվել, ինչպես կարելի է պատրաստել, ինչպես կարելի է վայելել պատրաստման ժամանակ նաեւ վայել զգալ։ Պարոն Մամուլյան, այսօր մենք գտնվում ենք բնության գրկում ընտանիքներով նշեմ, նույնիսկ երեխաներով, թոռներով։ Այո։ Եվ պետքա այս բոլորը մենք վայելենք բնության գրկում, բնության բարիք օգտվելով բնության բարիքներից։ Այսօր ես պատրաստելու եմ խորոված ձուկ, բայց մի փոքր բնության բարիքներից օգտվելով, նույնիսկ կրակը պետք է լինի բնական։ Կցանկանայի, որ ուշադրությունը ներկայացնենք կրակին, որ այսօր մենք փայտածուխ չենք օգտագործում ենք անտառի բնական փայտ, իհարկե չորացած փայտերը, որը անհրաժեշտ չէ, չորացածը մենք հավաքել ենք, եւ պետք է օգտվենք եղևնու, ուրեմն շիշկաներից։ Պտուղները, այո։ Շատ լավ։ Որը իրանից ներկայացնում է յուղային մասա է ներկայացնում, որը մեր պատրաստած խորովածին համու հոտ կհաղորդի։ Առանձնահատուկ համոտ։ Այո, առանձնահատուկ, որը ոչ միտեղ երևի միգուցե պատրաստում են որոշ տեղեր, բայց մենք առայժմ մինչև այսօր չենք արել դա։ Չենք պատրաստել։ Կփորձենք դրա համն ու հոտը զգալ, նաև բնությունից օգտվել։ Գնացինք, ունենք իշխանձուկ, ես խնդրում եմ, ես շիշկաները կրակի վրա ավելացնեմ։ Շատ լավ։ Կրակը մեր պատրաստ է, մենք հիմա շիշկաները կավելացնենք, մինչև մենք ձուկը կմշակենք, մեր կրակը պատրաստ կլինի։ Շիշկաները, քանի որ իրանց մեջ յուղայնություն են պարունակում, հա, այո, եւ համու հոտ է տալիս։ Ճիշտն ասած, պարոն Մամուլյան, այս միտքը առաջացել է շիշկաներով պատրաստելը, ուրեմն ծառայության ժամանակ։ Ոչ, Սևանի շրջապատում, եթե չեմ սխալվում, ձուկը ծխեցնում են շիշկաներով որոշ վայրերում, որը համարվում է նաև որպես լավ, ուրեմն ծխեցրած ավելի որակով։ Կրակը պատրաստվում է, ձուկը պատրաստենք, ձուկը կպատրաստենք, համեմենք, կտրատելուց հետո կհամեմենք։ Ուրեմն սկզբից գլուխը մի փոքր կանջատենք։ Չմոռանամ ասեմ, գլուխը նորից երկու մաս կտրատում ենք 1.5-ից 2 սանտիմետր հաստությամբ։ Ինչպես կասես։ Այ Գրիշ։ Ծակծկեց։ Դուր ինձ։ Ես կհավաքեմ։ Չէ, ես էլ եմ կարողանում, իմ ձեռքերը չի ծակծկում։ Իմ ձեռքերը իմիջիալոց ասեմ եւ կրակին է։ Օխ։ Այ։ Իմ ձեռքերը, պարոն Մամուլյան, եւ կրակին է լավ դիմանում եւ բնության այս տված բարիքների եղինջին, չգիտեմ էլ ինչեր կան, հա։ Բայց այդ մանր կտրատելը կարծում եմ դուրը չեկավ։ Չէ, կփորձես դու կտրատելը։ Ես կկտրամ։ Բայց քիչ է դա։ Ների կտրեմ։ Հա, բնության գրկում ենք, ինչքան ուզենք այդքան կա։ Մենք այդ խնդիրը կարծում եմ չունենք։ Այս մի ձուկը շատ լավն էր, ավելի հաջող էր, քան մյուսները։ Գույնից զգում ես։ Դցնում ենք, կավելացնենք աղբղբեր։
Պարոն Մամուլյան ջան, աղ։ Քո Աղ։ աշկը ավելի սուր է, չէ՞, ասում ես երիտասարդ եմ, 50 տարի քեզանից փոքր եմ։ Այո, Դու- 50 չէ, դու- բայց 43 տարով։ Դու իմիտես կարծում եմ Մի քիչ է, մի քիչ է։ ձուկը աղ շատ է սիրում։ Ոչ Այդպես է։ մեկն էլ, ոչ մի կենթանի ձուկ աղ չի սիրում շատ։ Կարմիր պղպեղ կարելի է։ Այո, քիչ այո, սևել պիտի ավելացնի։ կավելացնենք։ Այ ապրես դու, հա։ Այդպես։ Ձետ կավելացնի, Անպայման։ որ ամբողջ համերը խառնվեն, Ապրես դու։ հապկություն հաղորդեն ձկանը։ Հարգելի հեռուստադիտողներ, կարծում եմ դուք կարող եք այս վիճակին, այսինքն համեմատ վիճակում պահել մոտորապես 1.5-ից 2 ժամ գոնե, որ համային այդ համադրությունները փոխանցվեն։ Նորից հուշենք հեռուստադիտողներին ինչ կատարվեց։ Աղ, պղպեղ, սև եւ կարմիր, ձետ, մանր կտրատված թարմ եղինջ, կիտրոնահյութ եւ վերջ։ Եվ բարի ախորժակ։ մեր հոգու ջերմությունը, մեր Մենք- սերը, որ պիտի հաղորդենք այս կերակրատեսակին։ Պարոն Մամուլյան, ուրեմն երեխաներն են շիշկաները հավաքի, խնդրում են, որ մի քանիսը օգտագործենք։ Շատ չոր են հավաքի, որ շուտ պատրաստվի։ Քանի որ նրանք չարչարվել են, արի ուրեմն չնեղացնենք նրանց։ Գրիշ ջան, Եղևն ու կոներից Այո, կրակը Շիշկաներից մեզ պատրաստ է։ պատրաստ է, պատրաստիր, կրակը պետք է մենք տարածենք հավասարաչափ, կարող եմ բերել, բայց ասեմ հատուկ հոտ եմ զգում։ Միգուցե այդ կոների հոտն է ներողություն, քեզ ահա, շատ մի տրամադրի, այդպես, շատ լավն է, շատ։ ահա, հեռուստադիտողներին մեծացնենք։ Հեռուստադիտողներին հուշենք, ընդհանրապես խորոված պատրաստելիս դրեցինք թեժ կրակի վրա 1-2 րոպե հետո տակի շերտը թեթևակի այսպես կեղևապատվեց, ասենք սպիտակեց, շրջում ենք։ Մյուս մասը, մյուս շերտը նույնպես պիտի կեղևապատվի, նոր հասցնենք պատրաստի վիճակի։ Այսինքն, հիմա մենք ցույց կտանք հեռուստադիտողներին։ Տեսեք, արդեն սպիտակել է, չէ՞։ Սպիտակել է։ Շրջում ենք։ Ահա։ Այս կողմից մի քիչ սպիտակելություն, նոր կարող ենք արդեն պատրաստի վիճակի հասցնել։ Իմաստը, որպեսի մկանային հյուսվածքի ծայրերը փակվեն, հյութը մնա մեջը, կեղևապատվի։ Ապրես Գրիշ ջան։ Գրիշ ջան, ոնց որ պատրաստվել է։ Հա, արդեն պատրաստա կարող եմ բերել։ Բեր, եղբայր, բեր։ Բերեցինք եւ սկսեցինք մեր բարի աշխատանքը։ Օպա, Կոտորվեցին այս ժողովուրդը, Գրիշ ջան։ պատրաստ է մեզ մոտ ամեն ինչ պատրաստ է, ներողություն։ Մեկ վայրկյան, եթե կարելի է։ Գրիշ, իրոք ինչի՞ց է։ Շքնաղ է, Այս շքնաղ։ լավ բույրը ինչի՞ց է, Գրիշ։ Գրիշ ջան, այս ափսեն դնենք այստեղ։ Ես այսպես քեզ օգնեմ։ Բարի։ Բարի, մեկ վայրկյան։ Բարեկամներ, պատրաստ է արդեն հենց այսպես, հենց այս պատկերացումը ունեինք կերակուրը պատրաստելիս, ձկան խորովածը։ Ինչ արեցինք ձկան հետ, աղ, պղպեղ, ձետ, մի քիչ թարմ, կտրատված եղինջ, Որը ամենամեծ ուրեմն բույրը տվեց։ բույրը տվեց, Այո, բայց շատ, նաև շատ։ մենք ներդրեցինք հոգի, հոգի եւ ջերմություն։ բացի ջերմությունից շատ համեղ ստացվեց։ Շատ լավ։ Մեր միացությունը։ Շատ լավ, հարգելի հեռուստադիտողներ, այսքանն էր որ Ահա, պատրաստել էինք այսօրվա համար, խնդրենք Գրիշային թող իր ցանկությունները հայտնի մեր հեռուստադիտողներին եւ գնանք առաջ։ Խնդրեմ Գրիշ։ Ուրեմն ես հեռուստադիտողներին կցանկանամ, որ բնության գրքում իրանք օգտվեն առաջին բնության բարիքներից։ Աստված ինչ որ տվել է, դա բնական է եւ համեղ է։ Ապրես դու։ Եթե համեղ է, ուրեմն ժողովրդի համար ընդունելի է։ Օգտակար է նա։ Շատ օգտակար է։ Ապրես դու Գրիշ, հարգելի հեռուստադիտողներ, օգտվենք բնության բարիքներից։ Օգտվենք մեր
չքնաղ երկրից, օգտվենք մեր դրախտավայր հայրենիքից։ Ձեր անունից եւս մեկ անգամ պիտի շնորհակալություն հայտնեմ Գրիշային, ցանկանանք, որ ինքը շարունակի այդպես օգտվել, Բարեխորժ։ ցուցանել, սովորեցնել, որ բնությունը կատարյալ է։ Հարգելի հեռուստադիտողներ, այսքանն ենք պատրաստել այսօրը համար, ուզում եմ, որ մենք միշտ պահպանենք արարատյան հպարտությունը եւ արարատյան տրամադրությունը։ Լինենք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Կերակուրը կարող եք ճաշակել սպիտակ անապակ հայկական անսահմանափակ գինով։ Ցտեսություն բարեկամներ։